Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Պարոն Բաբայան, անցած շաբաթ օրը դուք Հանրային խորհրդի անդամներով այցելել եք Կիրանց, ձեզ ուղեկցում էր նաև Պաշտպանության նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ենթադրում եմ այնտեղ ծանոթացել եք ամրաշինական աշխատանքներին, նոր զինատեսակներին եւ այսպես շարունակ։ Պարոն Բաբայանից հետաքրքիր է նախ առաջին հերթին թե ինչ եք տեսել այնտեղ, նաև ձեր զգացողությունների մասին կխնդրեմ խոսեք եւ եթե առիթ եք ունեցել նաև շփվել կիրանցիների հետ, կուզենամ հասկանալ ինչպիսի տրամադրվածություններ էին այնտեղ եւ առհասարակ պաշտպանության առումով ինչ եք տեսել, ինչ եք արձանագրել։ Շնորհակալություն եւ հրավերի եւ հարցի համար։ Ընդհանրապես ասում եմ, չէ՞ ավելի լավ է մի անգամ տեսնել, քան 10 անգամ լսել։ Հանրային խորհրդում կար այդ թանկությունը, որ մի անգամից արձագանք է վարչապետը դեռ վաղուց, դեռ մի 2 ամիս առաջ ներսից ճանաչել ինչ է կատարվում եւ բանակում եւ դեռ բերվող զենքի առումով եւ կառուցվող ուրեմն այդ պաշտպանական կառույցների եւ կոնկրետ ուրեմն նաեւ այցելել Կիրանց, տեսնել թե ինչ է կատարվում Կիրանցում, որտեղ շատ կարևոր բան կա։ Հողը իմաստավորվում է, երբ այդ հողի վրա ապրում են մարդիկ։ Եվ կարելի է միգուցե հրաշալի պաշտպանական դիրքեր կառուցել, բայց գյուղը մնա ամայի եւ դա նշանակում է կորցնել հող։ Եթե հիշում եք այդ 1 տարի առաջ այդ ամբողջ խոսակցությունները եւ այլն, նրանք հիմնականում ուղղված էին նրան, որ այդ գյուղում ոչ ոք այլևս չի մնա, գյուղը կդադարվի եւ ուրեմն այլևս հայկական հող չի լինի, հայկական հող է, Կիրանցը կառուցվում է, Կիրանցում մարդիկ կառուցում են տներ, պետությունը տալիս է անհատույց 21 միլիոն դրամ տուն կառուցելու համար եւ մենք տեսանք մեր աչքի առաջ արդեն կառուցված եւ կառուցվող տներ, տեսանք հրաշալի դպրոց, տեսանք հրաշալի ճանապարհներ, տեսանք գեղեցկություն, ծաղիկներ, ել չասեմ բնության մասին, Տավուշի մարզի բնությունը դա դրախտ է։ Խոսեցինք եւ երեխաների հետ դպրոցում եւ ուսուցիչների եւ տնօրենների եւ իրենք ինչ են ասում, պարոն Բաբայան, ինչ են պատմում։ Այ ասացիք, ճիշտ բան ասացիք, որ 1 տարի առաջ այդ շահարկումները կար, որ Կիրանցում ոչ ոք չի մնալու, թշնամին եկել հասել է արդեն սահմանին եւ այսպես շարունակ։ Չէ, իրենք շատ հանգիստ են այդ տեսակետից, իհարկե իրենք որոշակի մտավախություն ունեին ժամանակին, իսկ ով չունի մտավախություն։ Մտավախություն ունեն բոլորը, որովհետև այսօրվա աշխարհում ոչ մի բան այսպես հաստատ միանշանակ կայուն չէ եւ որևէ միտեղ որևէ մեկը չի կարող ասել, որ նա ամբողջովին ուրեմն անվտանգության մեջ է գտնվում։ Բայց զգում ես, թե մարդիկ ինչպես են կամաց ավելի ու ավելի վստահ ապրում այդտեղ։ Եվ ամենակարևորը նա է, միշտ ասել եմ դրա մասին, բուրգը կառուցվում է ներքևից, երկիրը կառուցվում է սահմաններից։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր ապրելու վայրից պետք է իրեն զգա ամբողջովին քաղաքացու կարգավիճակով։ Ես նկատի ունեմ եւ աշխատանք պետք է լինի եւ հանգստի հնարավորություն պետք է լինեն դպրոցում մենք տեսանք հրաշալի դահլիճ, որտեղ կարելի է տալ համերգներ, խաղալ ներկայացումներ, ցուցադրել ֆիլմեր։ Ես կարծում եմ եւ ոչ միայն այդ գյուղը։ Մենք հիմա խոսում ենք միայն Կիրանցի մասին, բայց այդ ծրագիրը սահմանամերձ գյուղերում ֆինանսավորել ուրեմն տների կառուցումը նա շատ լայն արձագանք է գտել եւ շատ լավ դով գնում է, առավել եւս երբ որ կան ճանապարհներ, փաստորեն 2 ժամում կարելի է հասնել Երևան կամ որևէ ուրիշ կենտրոն ավելի մոտ։ Ոչ մի բան միանգամից չի կառուցվում, իսկ մարդը համոզվում է այն ժամանակ, երբ որ սեփական աչքով տեսնում է, թե ինչպես է կամաց կյանքը
լավանում եւ դառնում ավելի ապահով։ Մենք տեսանք վերանորոգվող եկեղեցին, սա էլ է շատ կարևոր։ Այն եկեղեցին, որ այստեղ էլ շահարկումներ կային։ Այո։ Ես անկեղծ ասած խորհուրդ կտամ առավել եւս, որ ամեն ինչ բաց է, բոլոր նրանք, ովքեր ունեն որևէ կասկածներ կամ ընդհանրապես ուզում են իրենց աչքով տեսնել, դա այդքան դժվար չի։ Վեր գնալ իրանց։ Անցկացնեք մի հրաշալի օր, դեռ սեփական աչքով կտեսնեք եւ սահմանը, եւ պատը, եւ նույնիսկ եղավարաջարկություն իմ կողմից, որը վարչապետի կողմից ընդունվեց, կարծեմ լավ եւ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը արձագանքեց այդ ոչ այդքան երկար պատը, մոտ 100 մետրանոց, որը պարզապես դպրոցն է անջատում, որ Չերևային կողմը, գրաֆիտիով ձևավորել, որպեսզի չունենա այդ ճնշող, պատը բոլոր դեպքերում ճնշող տպավորություն է թողնում։ Մի խոսքով, ես համոզված եմ, որ կյանքը գնալով եւ այդտեղ եւ ուրիշ տեղերում կզարգանա, բայց ամեն ինչ մեր ձեռքում է։ Մեր փոխարեն ոչ ոք չի կառուցելու մեր երկիրը։ Պարոն Բաբայան, բայց ես ամեն դեպքում ճիշտ հասկացա, չէ՞ որ Կիրանցի եկեղեցին ոչ միայն հայկական է, այլև վերակառուցվում է, սահմանները, այդ ամրաշինական աշխատանքները շարունակվում են, հատկապես կուզենամ այդ ամրաշինական աշխատանքների մասով նաև խոսենք։ Մենք այցելեցինք մեկ նման կառույց, տեղը չեմ ասի, որտեղ հիմա շատ է կառուցվում։ 2 տարի առաջ ես այցելել էի Երասխավանում, այդ ժամանակ առաջին նման կառույցն էր այնտեղ ճագործվում, եթե չեմ սխալվում, մոտ 40-ից 60 նման կառույց պետք է լինի ամբողջ սահմանով եւ հայ-ադրբեջանական եւ Նախիջևանի կողմից ուրեմն մեր սահմանը։ Դրանք ամենաժամանակակից պաշտպանական կառույցներն են։ Տեխնիկայի վերջին խոսքով կառուցված, որտեղ նախատեսված է ամեն ինչ, եւ ուրեմն թնդանոթների եւ տանկերի եւ թեթև հրազենի համար դիրքեր համապատասխան եւ ուրեմն այդ ամրությունը այդ կառույցի դա հաստ բետոն է։ Այսինքն զինվորն այնտեղ ապահով է։ Զինվորն այնտեղ ապահով է, այնտեղ կա բաղնիկ, այնտեղ կա ուրեմն ճաշարան, այնտեղ կա հրաշալի ուրեմն այդ ննջասենյակները, կազարմաները, այնտեղ կա ամբողջովին կառավարման տեղեր, որտեղ կամերաներով էկրանների վրա երևում է ամբողջ տարածք, հնարավոր չի, որ որևէ բան շարժվի ու չնկատվի։ Մի խոսքով, կարծում եմ, ամենայն դեպս նրանք, ովքեր ի պաշտոնե ես նկատի ունեմ ազգային ժողովի պատգամավորները, հնարավորություն ունեն եւ իրավունք ունեն տեսնել այդ ամեն ինչը, կարող են սեփական աչքով տեսնել եւ հաճախակի մենք լսում ենք նման արտահայտություն, որ այն ինչ որ արվում է Հայաստանում, արվում է Ադրբեջանի թելադրանքով։ Կամ բանակը կազմաքանդվում է։ Ես ուզում եմ իմանամ այդ պաշտպանական դիրքերը եւս արվում են, Ադրբեջանի թելադրանքով։ Ինձ թվում է Ադրբեջանի դուր չէր գա առնվազն։ Համենայն դեպս նրանք տեսնում են այդ ամեն ինչը, նրանք հասկանում են, թե ինչքանով են ամրանում Հայաստանի սահմանները։ Սա շատ կարևոր է։ Եվ մենք հաճախակի խոսում ենք դիվանագիտության մասին, խոսում ենք ուրեմն երրորդ կողմերի ներգրավվածության մասին, լավ իմաստով ներգրավվածություն, որտեղ կա եւ վատ իմաստով ներգրավվածություն, բայց մենք մոռանում ենք ասել մի բան, որ միգուցե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը մեղմացում է, իշենք ռետորիկան եւ այսօր, կախված է նաեւ նրանից, թե ինչքան են ամրապնդվել Հայաստանի սահմանները։ Սա մեկ, մենք նաեւ տեսանք նոր զինատեսակներ, որով ուրեմն զինվում է մեր բանակը վերջի 2 տարվա ընթացքում։ Այստեղ ես շատ ավելի քիչ բան կարող եմ ասել, պարզապես կա գաղտնիության խնդիր, բայց ուզում եմ ասել, որ մենք զենք ենք գնում շատ տարբեր տեղերից եւ դա իսկապես ժամանակակից զենք է։ Մենք զենք ենք նաեւ արտադրում։ Եվ մենք զենք ենք գնում նաեւ Ռուսաստանից, բայց դա արդեն նոր զենք է, այլ ոչ թե ուրեմն second hand զենք է։
Եվ շատ կարևոր է այս նոր զենքի հետ համատեղ նաև կրթվել համապատասխան ձևով, որտեղ այս բոլոր նոր զենքերը պահանջում են նաև որոշակի կրթական մակարդակ։ Մենք շատ երկար մեր պաշտպանությունը կապում էինք ոչ թե կրթվածության, ոչ թե ժամանակակից լինելու հետ, այլ հայրենասիրության հետ, այսպես ասած։ Մեզ թվում է, որ դա բավական է, որպեսզի մեր սահմանները լինեն անարգ։ Իրականում մենք այդ ամեն ինչ տեսանք, մեզ ցուցադրեցին նրանք ինչպես են աշխատում, գործում, ինչ արագությամբ է դա ամեն ինչ արվում, մոտավորապես 5 կամ 10 անգամ ավելի արագ ես նկատում զենքը բերել, ուրեմն մարտական վիճակի, երբ կարողանաս արդեն օգտագործել։ Մենք տեսանք այդ թվային ամբողջ սարքերը, այդ կոմպյուտերները, որով ղեկավարվում է, որով հետախուզությունը։ Խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է։ Այո, եւ գիտեք, խնդիրը ոչ միայն զենքի քանակն է։ Վերջով առաջին հերթին խնդիրը զենքի որակն է եւ խնդիրը նա է, թե ինչքանով դու կարող ես տիրապետել այդ զենքին, որտեվ եթե դու ունես ժամանակակից զենք, բայց չունես ժամանակակից գիտելիքներ, այդ զենքը ոչ մի արժեք չունի։ Եվ այդ process-ը գնում է։ Եվ շատ բան է փոխվել, նաև խնդիրը ոչ միայն զենք գնելու մեջ էր, այլ նաև զենքը հասցնելու մեջ էր։ Եվ այդ պայմանագիրը, որը կնքվեց Միացյալ Նահանգներում, օգոստոսի 8-ին, նաև շատ բանով օժանդակեց նրան, որ բացվեն ուղիները այդ զենքը Հայաստան հասցնելու։ Ես ասում շատ բան չեմ կարող ասել, նախ մասնագետ չեմ եւ երկրորդն էլ իհարկե որոշակի տեղեկություններ մենք այնտեղ ստացանք, որոնք ցենց լայն ուրեմն տարածման համար չեն, բայց բոլոր դեպքերում կարծում եմ եւ մասնագետները եւ պետական այրերը, ընդ որում ասելով պետական այրեր, ես նկատի չունեմ միայն իշխանության ներկայացուցին։ Ես նկատի ունեմ նաեւ ընդդիմությանը, որտեղ եթե դուք ազգային ժողովի պատգամավոր եք, դուք եւ պետական այր եք եւ ունեք հնարավորություն այդ ամեն ինչի հետ ծանոթանալ։ Հանրային խորհուրդը, կներեք մի բան էլ ավելացնեմ, հանրային խորհուրդը կազմված է 45 հոգուց։ Այդ այցելությանը նաև հրավիրված էին մոտ 10 հոգի էլի, ուրեմն մարդիկ, որոնք ցանկություն էին հայտնել ծանոթանալ։ Հանրային խորհրդում հավաքվել են շատ տարբեր մարդիկ, շատ տարբեր հայացքների մարդիկ։ Ոչ բոլորն են կողմնակից այն քաղաքականությանը, որը վարում է կառավարությունը եւ այլն, բայց բոլորը միաբերան հիացած էին այն ամբողջ աշխատանքով, որը կատարվում էր։ Մեր աչքի առաջ ուժեղանում է եւ արդիականացվում է հայոց բանակը։ Ընդ որում ոչ միայն այն ձևակերպման, որ այդ միակ կայացած ինստիտուտը կլինի բանակը, ոչ, բանակը պետք է իմանա ինչ է պաշտպանում։ Ուրեմն պաշտպանված պետք է լինեն եւ մեր բնակավայրերը։ Բնակավայրերը չեն պաշտպանվում միայն զենքով, բնակավայրերը պաշտպանվում են նաև այն կյանքով, որ այնտեղ կայանում է։ Երբ մարդիկ ուզում են այնտեղ ապրել, երբ մարդիկ չեն մտածում փախչելու, տեղափոխվելու ուրիշ տեղ, երբ որ կլինեն գուցե մարդիկ, որոնք կուզենան այնտեղ ապրել, տեղափոխվել այնտեղ։ Մի խոսքով, ինչքան շատ մենք ուշադրություն դարձնենք ոչ թե ձևական Երևանի կենտրոնին տուրիստների համար, այլ ընկալենք այս երկիրը որպես ապրելու երկիր, որը ցանկություն ունենան մարդիկ ապրել եւ ապրել առանց որևէ, ասենք ասեմ, առանց որևէ դիտումների, առանց որևէ դժգոհության յուրաքանչյուր վայրում Հայաստանի, երբ որ նրանք կունենան ամեն ինչ, կունենան ինտերնետային կապ, կունենան ամբողջովին սպասարկման այն մակարդակը, որը պետք է ունենալ, ոչ թե ունենան բժշկական այն մակարդակը սպասարկման, որը պետք է ունենալ, կամ եթե ինչ-որ ծանր դեպքի շատ արագ հասցվեն կենտրոն։ Դպրոցներ նաև, մանկապարտեզներ, դպրոցներ, դպրոցը հոյակապ էր։ Ես, գիտեք, երկար տարիներ ղեկավարել եմ թատրոնը եւ մենք միշտ շրջել ենք նաև սահմանամերձ
շրջաններում այցելել ենք դպրոցներ, ահավոր վիճակերի իհարկե մեր դպրոցները մարզերում, մեր դպրոցները սահմանամերձ գոտիներում չկար ջեռոցում, չկային նորմալ ապակիներ պատուհաններին, հատակը ջարդուխուրդ վիճակում էր։ Հիմա տեսնում ես լաբորատորիաներ, տեսնում ես սպորտ դահլիճ, տեսնում ես դասարաններ ամենաժամանակի, տեսնում ես այդ ապակյա դռները, երբ որ ամեն ինչ երևում է, ինչպես է այդ process-ը գնում, տեսնում ես այս ուրեմն թվային տեխնիկայի ուրեմն դասարանները, դահլիճը դաշնամուրով, իր մաքուրաթոռներով, ծաղիկները դպրոցի շուրջ, սա շատ կարևոր է, գիտեք, մարդը պետք է ապրի գեղեցիկ միջավայրում։ Գեղեցիկ միջավայրը ծնում է գեղեցիկ մտքեր։ Տգեղ միջավայրը, տգեղ մտքեր։ Պարոն Բաբայան, դուք քանիցս այսպես հղում արեցիք խորհրդարանական ընդդիմությանը եւ ասացիք, որ իրենք էլ հնարավորություն ունեն գնալու, ծանոթանալու, տեսնելու։ Ինչ է կարծում, արդյոք տեսել են, ծանոթացել են, որովհետեւ վերջին շրջանում հատկապես խորհրդարանական ընդդիմության կողմից շատ են շրջանառվում ամենատարբեր թեզեր, որոնք ուղիղ կապ ունեն բանակի հետ, որ այս իշխանությունը գնում է բանակը կազմաքանդելու ճանապարհով, նաեւ բանակը 2 տարուց տարի ու կես դարձնելու այս process-ին շատ սուր արձագանքեցին եւ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, ասացին, որ սա Ադրբեջանի պահանջն է եւ այսպես շարունակ այս իշխանությունը գնում է բանակը կազմաքանդելու ճանապարհով եւ նաեւ գիտեք այն հայտարարությունը, որ որոշակիորեն բյուջեն պաշտպանական կրճատվում է, էլի շատ սուր ընկալվեց եւ այսպես շարունակ, այսինքն որտեղ է խնդիրը, որ ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը եւ նաեւ որոշ падգամավորներ փոխանակ գնան, տեսնեն, ծանոթանան, այսպիսի շահարկումներ են անում։ Ես համոզված եմ, որ չեն գնում, չեն ծանոթանում, ուրիշ հարցը թե ինչպես են արձագանքում։ Ես կարծում խնդիրը այստեղ է։ Ես կարծում եմ, որ բանակը եւ պաշտպանությունը երկրի պետք է դուրս լինի քաղաքական խաղերից։ Միանշանակ։ Ասել կարելի ամեն ինչ։ Եթե չեմ սխալվում, բյուջեում 40%-ից ավել հատկացվել, 43%, սա շատ մեծ թիվ է։ Կան տարբեր էտապներ, զենք ձեռք բերելու էտապներ, ձեռքին տիրապետելու ժամանակաշրջան, որտեղ գալու է 5 տարուց հետո, ասենք թե նոր զենք ձեռք բերելու պահանջը եւ եթե դու չտիրապետես սրան, դու չես կարողանա, ոնց որ առաջին դասարանից չես կարող թռնել 8-րդ դասարան, դու պետք է անցնես այդ ամեն ինչ։ Ես կարծում եմ մենք ոչ միայն բանակի տեսակետից, ընդհանրապես բոլոր ոլորտներում կարիք ունենք մասնագիտական խոսակցության, մասնագիտական վերլուծության, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարություն լինելով ուրեմն շարքել, որ ոչ մի բան չի կատարվում կամ դպրոցները մեզ պետք չեն ու մենք պետք է այդ դպրոցներում մանկապարտեզները։ Դպրոցը կրթություն է, մանկապարտեզը եւս, ընդ որում կրթությունն են ոչ միայն գիտելիք ձեռք բերելու տեսակետից, այլ նաեւ հայրենիքը ճանաչելու, մշակույթի հետ առնչվելու մարդը լիակատար կյանքով պետք է ապրի եւ պետք է այդ ամեն ինչը լինի ուրեմն ամենավաղ հասակից չի կարելի պարզապես գեղեցիկ բառերով եւ ապագայի վերաբերյալ անորոշ ուրեմն երազանքներով արդարացնել մարդու այսօրվա ուրեմն ոչ լիակատար կյանք։ Կյանքը տրված է նրա համար, որպես դու այսօր ամբողջովին այն վայելես աշխատանքի, ընտանիքի, հանգստի, մշակույթի, առողջության բոլոր տեսակետներից։ Ես կարծում եմ ցանկացողները, ովքեր ուզում են իրապես ծանոթանալ իրավիճակի, դրա հնարավորություններ ունեն։ Հայաստանի Հանրապետության, ել եմ կրկնում, ուզած քաղաքացի կարող է գնալ Կիրանց ու սեփական աչքով տեսնել։ Պետք չի մտնել, կայքեր, ման գալ, ով ինչ ասում, պետք է մի օր հավաքվել, պարզապես գնալ, անցկացնել այնտեղ մի շատ լավ օր, վերադառնալ ու պետք չի որ որևէ մեկը քեզ այլևս որևէ բան համոզի։ Ընդհանրապես սեփական կարծիքը, կազմել սեփական գիտելիքների, տեսածի վրա շատ ավելի ճիշտ է, կամ պարզապես sense կուրորեն հավատալ որևէ մեկին։ Ես բացարձակապես կոչ չեմ անում կուրորեն հավատալ կառավարությանը։ Բացարձակապես ես ասեմ գնացեք տեսեք։ Գնացեք տեսեք, գուցե դες խափում են, գուցե այնտեղ շատ վատ է ամեն ինչ։
Գնացեք ձեր աչքով տեսեք, հետո կխոսենք։ Պարոն Բաբայան, ըստ ձեզ նաև ձեր տեսածը հաշվի առնելով, զինվորն այսօր արժեք է մեզանում, բարձրագույն արժեք է մարդը առհասարակ եւ զինվորը նաև, թե ինչպես նախկինում էր զինվորը ընկալվում էր մահապարտ եւ ինչ որ նման պատերազմական իրավիճակում անգամ կյանքի գնով պետք է փրկեր տվյալ խրամատը, բնակավայրը, գյուղը եւ այսպես շարունակ։ Զինվորը մեզանում այսօր արժեք ընկալվում է։ Նույն Շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև այս թեմայով խոսում եմ եւ կարծում եմ, երբ մենք խոսում ենք բանակի ռեֆորմի մասին, փոփոխության մասին, որ բանակը մեր պետք է դուրս գա այդ սովետական ռուսական բանակի գաղափարախոսությունից, առաջին հերթին իհարկե նկատի ունենք, որ զինվորը պետք է դառնա մեծագույն արժեք։ Զինվորը կդառնա մեծագույն արժեք այն ժամանակ, երբ որ պետությունում մարդը լինի մեծագույն արժեք։ Սրանք մեկը մյուսի հետ կապված են։ Այդ process-ը գնում է, բայց գնում է դանդաղ։ Գնում է դանդաղ, չմոռանանք, որ մի կախարդական փայտիկի ուրեմն ասենց շարժումով կարող է փոխվել։ Պետք է փոխվի մտածողությունը։ Բանակի 2 տարին կամ հունվարի 1-ից 1.5 տարին չպետք է դառնան զինվորի համար, երիտասարդի համար կորած տարիներ։ Ժամանակին, եթե հիշում եք, այսպիսի թեզ էր նետված ասկ բանակ։ Ես միշտ շատ բացասական եմ վերաբերել այդ թեզին եւ առաջարկում եի այդ թեզի փոխարեն ցնել ուրիշ թեզ, բանակ պետություն։ Բանակը չպետք է առանձնացված լինի պետությունից։ Բանակում երիտասարդը պետք է կարողանա շարունակել իր ուսումը, ձեռք բերել նոր հմտություններ, ունենալ հնարավորություն հանգստի, ունենալ հնարավորություն կրթության, աշխատանքի, զարգացնել իր ֆիզիկական կարողությունները։ Բանակը պատիժ չէ։ Բանակը շատ կարևոր բան է քո կյանքում, որը կտա քեզ շատ ու շատ նոր բաներ, որը դու չես կարող ձեռք բերել sense սեփական առօրյա կյանքում։ Կտա քեզ հնարավորություն շփվել եւ ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, որոնց դու չես ընտրում, բայց որոնց հետ դու համատեղ պետք է կատարես որոշակի խնդիր ապրես։ Սա շատ կարևոր է երկրի համար։ Մենք չենք ընտրում մեր համակարգացիներին։ Մենք հաճախակի լսում ենք, դե թողեք գնացեք, ոչ ոք ոչ միտեղ չպետք է գնա։ Մենք պետք է կարողանանք իրար հետ լեզու գտնել, որտեղ մենք բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք։ Ես կարծում եմ, ինչ վերաբերում է ուսումնական մասին, սպայական, այստեղ շատ բան փոխված է, շատ բան։ Մեր սպայական կազմը պատրաստվում է արդեն նոր արժեքային համակարգով։ Ինչ վերաբերում է գործող ստորաբաժանումներին, այստեղ ավելի դժվար է։ Միշտ չէ, որ այս բաները իրենց ճիշտ գաղափարներով ուրեմն համապատասխան արձագանք են գտնում այդ զորամասերում։ Սա դժվար process է, այս process-ը հնարավոր չի լուծել միայն բանակի ուժերով։ Այստեղ մեծ դեր պիտի խաղա եւ մեր կրթական մակարդակը եւ մեր ընտանեկան դաստիարակությունը։ Ընտանիքներում էլ մենք պետք է համարենք, որ մարդը մեծագույն արժեք է, որ մեր երեխան անկախ իր տարիքից մեր ստրուկը չի։ Նա անհատ է, որը պահանջում է հարգանք։ Իր չափերով, իր մասշտաբներով, բայց նա անհատ է, նա մարդ է, նա իր սեփական աշխարհ ունի։ Շատ կարևոր բան եք ասում, պարոն Բաբայան։ Մեկ-մեկ ստացվում։ Եվ պարոն Բաբայան, այդ տարի ու կես բանակի ծառայության ժամկետը կրճատելը, ըստ ձեզ նորմալ է, օրինաչափ է, որովհետև այստեղ էլ քննադատությունները շատ են, որ դրանից բանակը կարող է տուժել, բանակի որակը կարող է տուժել։ Այսինքն բանակը ժամկետի մասին է, թե ավելի շատ, ինչպես դուք նշեցիք, կրթվելու մասին է, այդ ընթացքը ավելի պրոդուկտիվ օգտագործելու մասին է։ Ինչի մասին պիտի լինի մեր բանակը եւ նաեւ այդ ժամանակը տարի ու կեսը 2 տարին կապ չունի։ Բանակը պետք է լինի որակի մասին։ Միշտ չէ, որ քանակը դա որակ է։ Կարևոր է, թե ինչ ձևով է լցվում այդ տարի ու կեսը։ Նայեք, բերեմ ձեզ մի օրինակ, որի հետ կարծեմ բոլորս կհամաձայնվի։
մեր կրթական համակարգը շատ վաղուց անցավ այդ 12 տարվա դասարանը։ Եվ շատերը կարող են ձեզ ասել, որ վերջի 2 տարին ոչ մի բան դպրոցում չէին անում։ Մենք այսպես ասած ձևական անցանք, բովանդակությունով չլծվեցինք, որ այդ 2 տարվա ընթացքում մարդիկ կարողանան մասնագիտություն ընտրել, ուղղություն ընտրել եւ կողմնորոշվել մի խոսքով։ Այս զուտ բավարարելու համար որոշակի միջազգային կառույցներ ասած, որ մենք էլ ենք անցնում այդ բարձրագույն դպրոց հասկացողության։ Ուրեմն խնդիրը ժամկետը չէ։ Ավելին ասեմ, սահմանազատման վերաբերյալ ինչքանով է դա կարևոր, ոչ միայն կարևոր է այնքանով, որ կոնկրետանում են Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ազատվում է բանակը։ Բանակը դառնում է ոչ թե պահակություն կատարող, այսպես ասած պոստերում, որտեղ բանակը կրթվում է եւ ուսում է առնում թիկունքում, այլ ոչ թե առաջնագծում։ Առաջնագծում պետք է կանգնան սահմանապահները։ Ընդ որում էլի հետաքրքիր բան ասեմ, չեմ կարծում, որ սա գաղտնիք է, բայց այս մոտորապես 1 տարվա ընթացքում, 1.5 տարվա ընթացքում ինչ սահմանազատվել է այդ գիրանցի մասը։ Փոխվել է նաև սահմանապահների ամունիցիայի, այսպես ասած, բանը, տեսակը։ Ինչպես պարոն Բաբայան։ Ասեմ, այս բաները, շլեմները, որ մեծ անհանգստություն են պատճառում զինվորներին միշտ ուրեմն ձմեռը, ամառը դա շոկ է եւ այլն, համատեղ համաձայնեցված ադրբեջանական սահմանապահների հետ, քանի որ որևէ անախորժ դեպք չի պատահում եւ այլն, սկսել են կապած տեսանելիքից ազատվել, որ միգուցե հիմա պետք չի դա։ Նրանք պետք են պատերազմին, եթե չկա պատերազմ, եթե չկա ռազմական գործողություններ, ինչի նեղություն պատճառենք մեր զինվորներին։ Այն, այսպես ասած, մագազինները, որոնք միշտ հագնված էին ավտոմատներով, հիմա հանվել են։ Սա եւ վստահության փոխադարձ ամրապնդումն է, եւ ապացույցն է, որ երբ սահմանի վերահսկումը տրվում է սահմանապահ զորքերին, այն իրականացվում է ուրիշ կանոններով, քան պատերազմական, պարզապես ռազմական գիծը, որտեղ դու ամեն վայրկյան սպասում ես եւ պատրաստ ես մտնել մարտական գործողությունների մեջ։ Սա շատ կարեւոր է։ Եվ ինչքան ավելի արագ ընթանա այդ process-ը, ես հասկանում եմ, որ դա միայն մեզնից կախված չէ, այդքան բանակը ավելի շատ կզբաղվի բուն իր գործերով։ Ես նկատում կրթվելու, սովորելու վարվել նոր այդ զենքերի հետ, տակտիկական, ստրատեգիական խնդիրներ կսկսի դառնալ ինտելեկտուալ մտածող բան եւ այսպես ասած դաշտային հրամանատարների մակարդակից գեներալների մենք կդուրս գանք գիտնական գեներալների մակարդակի։ Մի մտածեք, որ սա ինչ-որ երազանքներ է։ Բոլոր զարգացած երկրներում, որտեղ կա առաջադեմ բանակ, բանակի գլխավոր շտաբը դա գիտական կենտրոն է։ Պարոն Բաբայան, ամեն դեպքում նաև կուզենամ բարոյահոգեբանական վիճակից խոսենք, որովհետև վստահ եմ այնտեղ շփումներ եք ունեցել նաև որոշ զինվորականների հետ։ Վերջին տարիներին այս արհավիրքները, պատերազմները, նաև 2020 թվականի պարտությունը, դրանից հետո ինչ եք կարծում, բարոյահոգեբանական առումով բանակը վերականգնվել է, զինվորը վերականգնվել է, հիմա փոխվել է որևէ բան ըստ ձեզ։ Շատ բան կախված է զինվորի կենցաղից, անկեղծ ասած։ Մի անտեսեք զինվորի կենցաղը։ Ես եղել եմ, իհարկե փոխվել։ Ես եղել եմ զորամասերում եւ համեմատել եմ նույնիսկ իմ ժամանակներ, երբ ես ծառայել եմ բանակում։ Ու մտնում ես ճաշարան, դու ընտրում ես քո ուզած ճաշատեսակ, ընտրությունն ես, դու կիրթ ձևով դանակ պատարակաղով նստում ես, սա չկար, սա սովետական բանակում չկար, ես նույնիսկ ծառայել եմ արտերկրում Հունգարիայում, որտեղ կարծես թե մի քիչ ավելի լավ էին պայմանները, չկար նման բան։ Զինվորը արհամարված էր։ Զինվորը պետք է զգա, որ նա ուշադրության կենտրոնում է։
Եվ այդ ժամանակ նա պատրաստ է պաշտպանել ամեն ինչ։ Եթե նա տեսնում է, որ իրեն վերաբերում են ստրուկի նման, ինչ ձևի ասես հայրենասարական ճառերով կարող եք ամբողջ օրը քարոզել։ Նա չի հավատում դրան։ Նա հավատում է իր աչքին։ Զինվորը հասկանում է, որ այս երկիր պաշտպանը նաև ինքն է, բայց ոչ միայն ինքն է։ Ինքը կատարում է իր գործը։ Եվ իր գործը կատարելու համար իրեն տալիս են լավագույն պայմանները։ Զենք, ուրեմն ռազմազգեստ եւ այլն, հազար ու մի բան։ Հանգիստ հանդիպում ծնողների, բարեկամների հետ, նորմալ կենցաղ, նորմալ հնարավորություն շարունակել ուսումը, գուցե շարունակել նաև ծառայությունը բանակում արդեն ուրիշ պայմաններով եւ այլն։ Երբ դու նայեք, շատ կարևոր բան է, սա չի վերաբերում միայն բանակին։ Ոչ միայն քաղաքացին ունի պարտավորություններ պետության առջև, պետությունն էլ ունի պարտավորություններ։ Չի կարելի պահանջել ինչ-որ մեկից, չպահանջելով մյուսից, հա, չի կարելի ասել պետություն, բեր ես ամեն ինչը տուր, բայց ես ոչ մի բան չեմ անի։ Եվ չի կարելի հակառակն ասել։ Դու պարտավոր ես ամեն ինչ անել պետության համար, բայց պետությունը քո համար ոչ մի բան չի անի։ Չի ստացվում այդ ժամանակ։ Բայց եւ քաղաքացին այս պարագայում զինվորը տեսնում է, որ պետությունը կատարում է իր պարտավորությունները, իհարկե նա հասկանում է, որ նա էլ պետք է կատարի իր պարտավորությունները։ Բանակ գալիս են շատ տարբեր մարդիկ, տարբեր կրթություն ստացած, տարբեր դաստիարակություն ստացած եւ այլն, եւ հաճախակի այն անախորժ դեպքերը, որ լինում են բանակում, նրանք գալիս են նաև մեր կենցաղից։ Բայց այնպես չի, որ միայն մեր կենցաղից են գալիս, լինում է, որ բանակից են գալիս։ Սա երկկողմանի ճանապարհ է։ Մենք պետք է փոխենք նաև մեր այստեղի մտածելակերպը։ Այդ ուժն է ծնում իրավունք, որը մենք մտցրել ենք կենցաղի մեջ, որ եթե ունես ուժ, պետք է ճնշես բոլոր նրանց, ովքեր քեզնից թույլ են, որ բանով միայն կարելի է, գորբայությամբ կարելի է ինչ-որ բանի հասնել, որ կրթությունը կարևոր չէ, աշխատասիրությունը կարևոր չէ։ Այս ամեն ինչը կարող է տեղափոխվի եւ բանակ։ Ես կարծում եմ, սա երկկողմանի ճանապարհ է եւ ինչքան ավելի բանակում ներգրաված լինեն, ասենք ասեմ, պետական կառույցները, ինչքան ավելի շատ մտավորականներ այցելեն բանակ, ինչքան ավելի շատ հանդիպում լինի զինվորականների հետ։ Զինվորականները պատրաստ են խոսելու դաս թեմայով եւ իրենց հետ պետք է խոսելու դաս թեմայով։ Ոչ թե իրենց պատմել միայն մեր ուրեմն երկրի փառահեղ անցյալ ինչ ա եղել Տիգրան Մեծի ժամանակ, այլ խոսել այսօրվա մասին, այսօրվա աշխարհի մասին։ Երիտասարդները ուզում են այդ ամեն ինչը լսեն, իմանան եւ ուզում են անկեղծ խոսակցության մասնակցել։ Դա նաեւ օգուտ է տալիս մեզ, մենք ավելի լավ ենք ճանաչում բանակը։ Մենք ես նկատում ունեմ մարդիկ, որոնք արդեն վաղուց ապրում են հա բանակի շրջանակներից դուրս։ Բայց եթե մենք խոսում ենք, անհանգստանում ենք բանակի վիճակի մասին, մենք այդ բանակը պետք է ներսից ճանաչենք։ Գնալա պետք, տեսնելա պետք։ Էլ եմ ասում, մի անգամ տեսնելը 1000 անգամ լավ է, քան 10 անգամ 1000 անգամ ավելի լավ է, քան լսելը։ Եվ փորձեմ ամփոփել, պարոն Բաբայան, քաղաքացիական պայմանագիր 7-րդ համաժողովի ժամանակ վարչապետը հայտարարեց 4-րդ հանրապետության ռազմավարության մասին եւ ասաց, որ 4-րդ հանրապետությունը ըստ իրեն սկսվում է Կիրանցով եւ Ոսկեպարով։ Նախ դուք համաձայն եք սրա հետ եւ 4-րդ հանրապետության գաղափարախոսության հետ նկատի ունեմ եւ համաձայն եք նաեւ, որ 4-րդ հանրապետության հիմքը հենց Կիրանցն է, Ոսկեպարն է։ Չգիտեմ, նախ ես այդ հանրապետությունների բաժանման հետ այդքան էլ համաձայն չեմ։ Ես չեմ համարում, որ այն հանրապետությունը, որը մեր մոտ կոչվում է երկրորդ հանրապետություն, եղել է հանրապետություն։ Դա եղել է լավ ավտոնոմ սովետական գաղութ, հայկական, որտեղ նա չի ունեցել հանրապետության այն ամենակարևոր ատրիբուտները, հա։ Նա չի ունեցել պետական սահմաններ, նա չի ունեցել սեփական բանակ, նա չի ունեցել սեփական կառավարությունով հաստատված եւ ընդունված, բայց ոչ Մոսկվայում հաստատված բյուջե։ Սրանք պետական ամենակարևոր ատրիբուտներն են։ Նա ունեցել է որոշակի բաներ, այո, որոնք հետագայում նաեւ տեղափոխվել են մեր անկախ պետություն, բայց նա պետություն
հանրապետություն լիարժեք որպես այդպեսին չի եղել, մեր պետության սահմանների, նույնիսկ սովետական սահմանների պաշտպանությունը մեր վրա դրված չէր։ Այնպես որ այստեղ կա որոշակի բան։ Ինչ վերաբերում է 4-րդ, 3-րդ հիմա իմ ասածով հանրապետության։ Իրացը նոր, այսպես շրջափուլ կարող ենք համարել։ Ես կարծում եմ մենք չգիտեմ, նայած ինչ խնդիր ենք մենք դնում 4-րդ հանրապետություն ասելով։ Իմ համար, անկեղծ ասած, դա պարզ կդառնա այն ժամանակ, երբ ներկայացվի նոր սահմանադրության նախագիծը, որտեղ ես կուզենայի շատ ստույգ տեսնել իշխանության ճյուղերի բաժանումը, հա, գործադիր, օրենսդիր, դատական, շատ կոնկրետ եւ իրար հանդեպ վերահսկումը եւ անպայման նշված լինի Հայաստանի Հանրապետության, Տոդալինի 4-րդ հանրապետության ուղղվածությունը դեպի Եվրոմիություն։ Այսինքն դա է կարելի։ Եթե դա լինի, իրանց իսկապես սրա, այսպես ասած, առաջին փոքրիկ դրոշակն է։ Կարող ենք հաջողել, այսինքն այդ իմաստով, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, այդ ամեն ինչ իմաստ ունի։ Եթե մենք գնալու ենք ուրիշ ճանապարհով, ասենք թե միութենական պետություն, իրանց իմաստը ո՞րն է։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի հետ։ Կհանդիպենք։